Եվ երրորդ նոր որակը դա այո դուք շատ ճիշտ նշեցիք, այլ մեր բախտակի ժողովուրդների ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման գործընթացի լոկոմոտիվ լինելն էր։ Տեսեք, առաջին իսկ պահից, երբ որ 2009 թվականին հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրվում էին հայ-թուրքական պրոտոկոլները, թուրքական դիվանագիտությունը Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ ցանկացան պրոտոկոլների ժամանակ խոսել հայոց ցեղասպանությունից եւ Արցախից։ Հանրապետության նախագահը եւ արտաքին գործերի նախարար Վարդան Ալբանդյանը հստակ պաշտպանելով ազգային ու պետական շահը թույլ չտվեցին, որպեսզի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուն թեկուզ մեկ բառ կամ մեկ ստորակետ արտաբերի կամ ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման կամ արցախյան բանակցությունների վերաբերյալ, որովհետև հստակ է մեր կարմիր գիծը, որ հայ-թուրքական գործընթացը որևէ կապ չունի արցախյան գործընթացի հետ, եւ սա առանձնախապայմանների գործընթաց է, եւ սա որևէ կապ չունի ցեղասպանության դատապարտումը կանգնեցնելու հետ։